Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Նստի։ Մերսի։ Դե պատմի տեսնեմ ոնց բաց թողեցին։ Չնայած որ ես վստահ եի, որ քեզ բաց են թողելու։ Չերկարացնեմ, բաց թողեցին։ Հա, համակարգից էլ հեռացրեցին։ Ոնց։ Դե մնացի առանց աշխատանքի, երկրից չբացակայելու պայմանով։ Սեմ այդ ամենն իմ համար միևնույնն է։ Կարևորը դու առողջ ես, կարևորը ազատության մեջ ես։ Չնայած նրան, որ շատ եմ տխրում, որ աշխատանքից դուրս ես եկել։ Այդ քո տարիների աշխատանքը, քո պայքարը։ Իսկ ես ուրախ եմ, քանի որ հիմա ավելի հանգիստ ու վստահ կարող եմ հորս վրեժի հետևից գնալ։ Ոչ մեկի չհետաքրքրեց, թե ես ինչ եմ նման քայլի գնացել, ինչ եմ շախունցի վրա զենք քաշել։ Բայց դե ես վստահ եմ, որ հորս սպանողները ազատության մեջ են ու ես կհասնեմ իրենց պատժելուն։ Սեմ, խնդրում եմ մոռացի անցյալը բաց թող։ Դու չես հասկանում, որ դու դրանով մեր կյանքն ես թունավորում։ Արամն է։ Հա, Արամ։ Մերի զանգել եմ տեսնում ոնց ես։ Լավ եմ։ Տրամադրություն ոնց որ լավ է, հա։ Հա, Սեմն է մոտս։ Եղբայրդ։ Հա, եղբայրս ազատության մեջ է։ Չնայած նրան, որ համակարգից են հեռացրել։ Բայց այդ կարևոր չի, կարևորը կողքիս է։ Դե ուրախ եմ քեզ համար։ Քեզ լավ նայի։ Կապի մեջ կլինենք։ Ինչ էր ասում։ Ասում էր, որ աղբերը ազատության մեջ է։ Հետաքրքիր է, ուրախալ է։ Բայց համակարգից դուրս են հանել։ Դե, դա բնական է։ Դժվար կլինի, համ ֆինանսապես, համ հոգեպես։ Դժվար կլինի, մենք իրանց կողքին կլինենք։ Բայց հիմա ավելի ազատ է։ Կկարողանա իր հարցերը շախունցների հետ ռիսկային ձևով լուծի։ Ազատությունից լավ բան չկա, Թորոս։ Իսկ ավելի լավ չէր լինի այդ վրեժը մոռանար։ Չէ։ Ավելի լավ է մենք օգնենք տղուն։ Ոնց պայմանավորվել էինք։ Հա։ Զանգի ասա թողը։ Ձեդո, բայց դժվար ինքը գա։ Ու զանգի ինքը կգա։ Հենրի, մինչև հիմա չեմ հասկանում Սամի ինչի է պապիկիդ հանդեպ տենց տրամադրված։ Ոնց որ ուզանա ձեր ընտանիքին վատություն անի, բայց պատճառը չեմ հասկանում։ Հրեշտակս ինքը ախր շատ փոքր մարդ է, որ իմ ընտանիքին վատություն անի։ Կարող է փորձեր անում, բայց փորձը փորձել կմնա։ Ուղղակի քուրն է անմեղ զոհ։ Իդեպ գիտես ոնց է։ Հա, գիտեմ։ Բայց ինչ ես մի տեսակ ասում։ Ես գնացել էի Մերիի մոտ իրան տեսնելու։ Ու Խնդրեցի, որ ճշմարտությունն ասի, քո դեմ բողոք չգրի ու ազնիվ լինի։ պետք չի, որ դու իմ համար ինչ-որ մեկին բան խնդրես։ Հենրի, Մերին իմ ընկերուհին է ու ես դրա իրավունքն ունեմ։ Դու պետք է հասկանաս, որ այն էլ իր աղբերն է, որ հանկարծ տարան երկար ժամանակով փակեցին, Մերին է մենակ մնալու, մեղք է։ Չէ, պատկերացրա, որ Մերին պաշտպանող ունի, որովհետև որ այնտեղ էի մի տղա եկավ իմ վրա հարձակվեց, իրան պաշտպանեց ու Մերին էլ ոչ մի բան չարեց, կողմ էր այդ ամեն ինչին։ Էտով այդ ռիսկով տղեն, որ քո վրա ձեն է բարձրացրել։ Անունն ասա։ Դու երևի մոռանում ես մենք որտեղից ենք դուրս եկել ու որ մեզ ավելորդ խնդիրներ բացարձակ պետք չեն այս պահին։ Մտածում ես վախում եմ հետ գնալուց։ Ինձ նայի հլը։ Քո մազին կպնողի գլուխը կջարդեմ։ Հենրի, մի հատ հանգստացի, հա։ Ես ինձ կարողանում եմ պաշտպանեմ ու այդ պահին էլ կարողացել եմ ու պաշտպանել եմ։ Դու իմ կողմից այնքան պաշտպանված պետք է ապրես, որ ինքդ քեզ պաշտպանելու կարիք չունենաս։ Հենրի, դու պետքա շատ զգույշ լինես, որովհետև եթե քեզ մի բան պատահի, ես ուղղակի չեմ դիմանա։ Մեկը գտնելու եմ դրան։ Վայ, դու անուղելի ես։ Գիտեմ։ Բայց արի գնանք, որտեվ ես տեղ ունեմ գնալու։
Իսկ օր։ Քեզ չեն ասել, որ տղամարդկանց այդ հարցը չեն տալիս։ Լավ, արի գնանք ման վառենք ու գնանք։ Գնացինք։ Բարով տեսանք։ Թող վերջին անգամ լինի այս ճանապարհը, որ դու անցնում ես։ Դու լավ տղա ես։ Քեզ ազական չի։ Ես իմ հոր տղեն եմ ու ապրում եմ արդարությունը վերականգնելու համար։ Ու եթե պետք է 1000 նման չսազական ճամփա կացնեմ, միջև իմ անցյալի հաշիվները մաքրեմ։ Սեմ, դու իրավունք չունես հիմա մենակ քո մասին մտածել։ Քո քույրը այս պայծությամբ ամենաշատը քո կարիքն ունի։ Իմ ու քրոջս որբ մնալու մեղավորները պիտի պատժվեն։ Մեղավորը։ Մեղավորը Հենդո Շախունցը։ Չգիտեմ, միգուցե նրա կողքին ժամանակին ուրիշ մարդիկ են եղել, բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ կբացահայտեմ ու բոլոր մեղավորներին կպատժեմ։ Սեմ, մենք ուզում ենք քեզ օգնել։ Ես օգնության կարիք չունեմ, քուրս նույնպես։ Ոնց միջև ես մենակ ապրել ենք, այտենց էլ կշարունակենք ապրել։ Քեզ հիմա աշխատանքից հեռացրել են սկզբնական շրջանում, որպես հարազատ մարդ, մենք Որպես լավ ընկեր։ մենք ձեր կողքին ենք եւ ամեն ինչ կանենք, որ ձեր կյանքը փոխվի։ Իսկ փոխվելու համար պետք է մոռանալ անցյալը, որովհետև անցյալը խանգարում է մեզ առաջ գնալ։ Այո, անցյալը խանգարում է ապրելուն։ Բայց ես դադարել եմ ապրել այն օրվանից, երբ կորցրեցի հորս։ Ավակ չեմ հասկանում։ Մի հատ դպրոցով չես հետաքրքրվում։ Լրիվ անտարբեր ես, ինչի՞։ Ոչ գնալու եմ, ոչ էլ հետաքրքրվելու եմ։ Թողնում ես դպրոցը։ Վիկա, մի դպրոցի վրա, որ պիտի լինի Հենդոյի նկարն ու անունը, այդ դպրոցի հետ ես չեմ ուզում ոչ մի կապ ունենալ, չեմ ուզում այդ դպրոցի տնօրենը լինել։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց դու ամբողջ կյանքդ նվիրել ես դպրոցին։ Տնօրեն ես եղել, սիրում են քեզ, հարգում են, տենց չի լինի։ Չեմ ուզում իրանց հետ կապ ունենալ, նույնիսկ նկարով։ Իմ համար հիմա ամենակարևոր հարցը դա իմ աղջկա հարցն է։ Այ աստված իմ։ Տեսնես մի օր կլինի, մենք հանգիստ գլուխներս դնենք բարձին ու քնենք։ Քանի որ թույլ ենք տվել հանդիպել, չի լինի։ Այ որտեղ են։ Մենակ չեն։ Ախր ես ինչ չենք թույլ տալիս, Վիկա։ Լավ էլի խնդրում եմ, մի ասա տենց բան։ Մենակ են մտքից, որ իրանք մենակ են ու կարան իրանց թույլ տան, դե երեխա են։ Վայ կգժվեմ ես։ Չէ, ես ինձ հիմա կզանգեմ Միքայելին ու կպահանջեմ, որ ես ամեն ինչին վերջ դրվի։ Ուր են գնում։ Տուն, Գնացինք տուն։ մերսի։ Դու այդքան մի նեղվի համակարգի աշխատանքի հետ կապված։ Եթե պետք լինի, կվերականգնենք։ Պետք չի։ Դե եթե պետք եղավ, Հիմա ավելի կարևոր գործեր կան, արդեն խոսել ենք այդ մասին։ ամեն հարցում կողք կտենք, ամեն հարցում պաշտպանենք, դու մենակ ասա։ Ձեդոն ճիշտ է ասում։ Քո բոլոր որոշումների կողքին կանգնած ենք։ Ոնց էլ գումար ես հանես, նույն թիվն ենք ստանալու, շատ մի մտածի։ Այսօր կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն է։ Ես այսօր Հենրիից գալու կապակցությամբ խմելու եմ։ Իրավունք ունես, տղես ինչ սիրում է, ամեն ինչ պատրաստել ես։ Ինչի մենակ ես։
Միասին ենք պատրաստել։ Կարող է զանգեմ ասեմ մի քիչ շուտ գա։ Զանգի ասա թող գա, թող այն աղջկան էլ հետը վերցնի, Անգելինային։ Հավատքն է ուժեղ թե սերը։ Առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող։ Ուրեմն դու իմ հավատքն ես։ Դու էլ իմ սերն ու հրեշտակը։ Գնանք։ Հաբա գնանք, բա ինչ անենք։ Հա, մամ ջան։ Տղես, բա ուր ես։ Անգելի հետ եմ, մամ ջան։ Լսի ինչ եմ ասում, ուրեմն հենց հիմա Անգելինային վերցնում ես ու միասին գալիս եք մեր տուն, սեղանը արդեն պատրաստ է։ Առիթ կա։ Քո տուն վերադառնալուց ավելի լավ առիթ չի լինում։ Լավ, մամ ջան, ուրեմն գալիս ենք։ Գնում ենք մեր տուն։ Մաման սեղանը փռել տղուն է սպասում։ Ճիշտ է, տղուն, բայց ոչ թե ինձ։ Որ ասում է տղուն դու իմ հետ ես։ Բա դու տեղ չէիր գնում։ Իմ տեղ գնալու մասին մի անհանգստացի, Անգել։ Ես էլի կգնամ։ Արի գնացինք։ Ոնց հասկանում եմ, դանդաղ ապահով տարբերակը սկսել է չաշխատել։ Մենք մեր գործերի մեջ ռիսկային քայլեր քիչ ենք անում։ Իսկ այդ կարող լուրջ խնդիրներ առաջացնի։ Միքայել ջան է։ Տարիներ շարունակ ռիսկային է մեր հետ քայլել է։ Հիմա ուղղակի իրավիճակն է փոխվել։ Տղետ ինքն է որոշումներ կայացնում։ Ես ու դու էլ կայացնելուց առաջ պետք է մի լավ մտածենք։ Էլ չասեմ ավելին։ Որտե ես ունենալու։ Կրկնակ ինում ես պատասխանատվության տակ։ Կա այտենց բան։ Բայց հիմա ավելի կարևոր է, որ այդ նախկին ավելի շուտ հույս ունեմ արդեն նախկին միլիցիոն մեղադրեն։ Ավելի քան վստահ եմ, որ դուրս կգա, քուրն էլ չի բողոքի։ Իսկ եթե դուրս եկավ, պետք է զգուշանալ, պետք է կուզենա հին հաշիվներ առաջ բերի։ Իրանց տան բակում քրոջը չկրակեց, այդ չի։ Դրա խաղացած խաղերը մենք վաղուց ենք խաղացել։ Փաստաբանն է։ Բարձրախոս միացու։ Ալո, լսում ենք։ Ասացի, որ տեղյակ լինեք։ Սեմին բաց են թողել։ Հա, սպասում էինք, բայց սենց արագ։ Համակարգից հեռացրել են, հույն էլ բնականաբար չի բողոքել, դրա համար ավելի արագ էր։ Պարզա։ Միքո ջանեսի որ սենց արագ դուրս եկավ, մեզ հանգիստ չի տա։ Գայլ Արունը երում է, վրեժից արավ։ Պետք է հետամուտ լինենք, Հենրի համար զգուշ պետք է լինենք։ Դու այդով որ մեզ հանգիստ տա կամ հանգիստ չտա։ Հստլեն քոտին նայել է։ Եկել է շախունցների հետ ուզում է ոտ գցի։ Տղա ջանը մի լսի քեզ ինչ եմ ասում։ Ամբողջ կյանքդ ականջի տողարա։ Երբեք չթերագնահատեք ձեր թշնամիներին։ Ինչ չափ ու կշիռել ունենա։ Էլ չխոսամ։ Հորքուր, մտածում եմ, քանի այսքան պատրաստություն ենք տեսել, կարող է զանգեմ ավագենցել հրավիրեմ։ Իհարկե, զանգի թողան, մեջտեղը բարեկամություն կա։ Ուղղակի մեր հարաբերությունները այնքան լարված են, ինձ թվում է, ասենց սեղանի շուրջ հավաքվելու մեզ ուղղակի անհրաժեշտ է։ Սատար։ Գնամ զանգեմ։ Դու էլ սար նրանից միր քահանի լվա պատրաստի, թող պատրաստ լինի բալես։ Ես տեսնեմ սեղանները չկա կա։ Սեմ? Սեմ, քեզ թույլ են տվել, որ զանգես? Չէ, բաց են թողել, տուն եմ գնում։ Լուրջ ես ասում։ Գիտես ոնց էի անհանգստանում, Սեմ։ Ամբողջ օրը ընդհանրապես տեղս չեմ գտել, ինձ թվում էր։ Իզուր է թվում, արդեն տուն եմ գնում։ Հասկացա։ Անտրամադիր ես։ Համակարգից հեռացրին, մերին հիվանդանոցում է, ուրախանալու պատճառ չկա։ Սխալվում ես, Սեմ։ Դու ազատության մեջ ես ու դա ամենակարևորն է։ Դե լավ, ես մենակ չեմ հիմա։
Հարմար չի երկար խոսելը։ Գնամ տուն, ես քեզ տանից կզանգեմ։ Հա, խնդիր չկա։ Կարևորը ձայնդ լսեցի, իմացա, որ լավ ես։ Յա։ Ես դեմքից ժպիտ եկավ։ Քիչ առաջ մեռնող Օֆելիայի դեմքով նստել էիր։ Միրգահանել ես, լվացել ես։ Ինչ է եղել։ Հելասա տեսնեմ։ Տեսար, որ լացելը հարցալուծում հորքուր։ Այսինքն։ Այնքան լացեցի, սեմին բաց թողեցի։ Չհասկացա, պարզվում է մեղավորին բաց են թողել։ Սեմը մեղավոր չի կարող լինել հորքուր։ Ինքը շատ բարի տղա է։ Գուցե ընդամենը բաներ կան, որոնք մենք չգիտենք։ Հայ Աստված ջան, այս տանը բոլորը հանելուկներով են խոսում։ Դի գուշակ լինես, որ սրանց հասկանաս։ Ոայ կարտոֆիլներս։ Եթե ինչ, ինձ կասես, ես կգամ կասեմ ձերոնց, որ մեր տուն ենք գնում։ Հա, բայց հուսամ, որ մերոնք բան չեն ասի այսքանից հետո։ Էդ մենք ենք ուզում, որ չխանգարեն, բայց ինչքան էլ ցույց են տալիս, մեկա դեմ են մեր հարաբերություններին։ Դե հա, ժամանակա պետք ոչինչ կհարմարվեն։ Հա, պապ։ Որտեղ ես, Հենրի։ Ասա, պապ։ Փաստաբանն էր զանգել։ Սեմին բաց են թողել։ Ինչ։ Այսքան շուտ։ Հա, այսքան շուտ, տղա ջան։ Էլ դես ու դեն չընկնես, շուտ տուն գնա։ Պապ, մենակ չասես էլի, որ ես դրանից պետքա վախենամ։ Չէր խանգարի։ Քրոջ տեղը հիմա դու կամ պապդ պիտի լինեիք հիվանդանոցում։ Այդ տղուն թերահավատորեն մի նայի, Հենրի։ Հա, պապ ջան, խոսք եմ տալիս, որ եկավ դիմացս կանգնեց, թերհավատությամբ չեմ նայի։ Դե մի երկարացրու։ Տուն գնա հենց հիմա ասեցի։ Եղավ, շեֆ ջան։ Լսեցիր։ Հա, լսեցի Հենրի, ու պապատ ասեմ, որ շատ ճիշտ է ասում։ Լավ էլի հրեշտակ։ Հասկացանք, հարևանը տանուղ եղա։ Թե ասա մի քուր ունես, հանգիստ տեղդ նստի, քո քաշին հարմար գործեր բռնի։ Այս անգամ բախտը բերեց, քրոջը կպավ հրեշտակ, բայց մյուս անգամ կարողա չբերի ու գնա ցմահ կորի։ Ես ապշած եմ իրանց պահվածքից, թե մերի, թե սեմի։ Իրանք այնքան բարի խեղճ ունեին, այնքան ուրիշ մարդիկ էին, հիմա ես չգիտեմ իրանց հետ ինչա կատարվում։ Էդ է էլի։ Ասում են մարդուն դիր տարբեր իրավիճակների մեջ ու հաստատ իրան կբացահայտես իր բոլոր կողմերով։ Չեմ համբերում, երբ է գալու այդ օրը, որ քեզ էլ չբերեմ ձեր տուն, այլ տանեմ մեր տուն։ Այդ օրն էլ կգա։ Ուղղակի այնքան դժվար է գալիս, որ մարդու հավատը կորվում է։ Այն ինչին դժվար ես հասնում, երբեք չես կորցնում։ Հա, ճիշտ ես։ Այս պապս ստեղ ինչ է անում։ Հերի, այս այն տղան է, որ հիվանդանոցում ինձ վիրավորեց ու դուրս հանեց։
Ալո, Վիկտորիա ջան, բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Փորձում ենք լավ լինենք։ Շնորհակալ եմ։ Վիկտորիա ջան, Հենրիս արդեն ազատության մեջ է ու Հա, գիտեմ։ Աչքներդ լույս լինի։ շնորհակալ եմ։ Մենք այդ կապակցությամբ մեր տանը մի փոքր ընթրիք ենք կազմակերպում ու ես շատ կուզեի, որ դուք որպես մեր ընտանիքի բարեկամ ներկա լինեիք։ Ես ամուսնուս հետ կխոսեմ ու Մենք մերժում չենք ընդունում ու սիրով ձեզ սպասելու ենք։ լավ։ Ո՞վ էր։ Աննան Հենրիի մաման։ Ինչ էր ուզում։ Տղու դուրս գալու կապակցությամբ ընթրիք են կազմակերպում ու մեզ էլ հրավիրում են։ Ավակ չգնանք էլի։ Իսկ ես կարծում եմ պիտի գնանք։ Պարտադիր։ Ես գնալու եմ եւ իրանց տան մեջ շախունցների ուրախության սեղանին ասեմ ճշմարտությունը։ Գեղեցիկ ու հաճելի անակնկալ։ Նայած ում համար։ Քո համար լավ կլիներ, որ իմ ճամփին հիմա չհայտնվեիր։ Դու ընդհանրապես սուս մնա։ Ես քո հետ հետո կխոսամ։ Հիմա ինքն է իմ խնդիրը։ Հերի բաց թող։ Ես ինչ ես անում։ Հերի բաց թող։ Ո դու վայրենի չես տղա։ Սպասելը, բաբի։ Տնամ մեր հերոսի ուզածը ինչ է։ Հերի արի գնանք։ Տուն գնա։ Միասին եկել ենք, արի միասին գնանք։ Ասեցի տուն գնա։ Ազիջան, դու գնա, պապին ստեղա։ Չի թողնի երկու աղբեր իրար մի սուտեն։ Դե հիմա դուրս արի այդ գեղի հերոսի կերպարից։ Հասա տեսնեմ ինչ ա եղել։ Դու ով դառար, որ իմ սիրած աղջկա հետ մուննատ զունաթով խոսաս, հա արա։ Բողոքվել, հա։ Աչ կտել հանելա։ Ոչ մեկ չի կարա իմ սիրած մարդու վրա ձեն բարձրացնի։ Եթե փորձեց, լեզուն կկտրե։ Հաստացի փորձել եմ ու չեմ զղջում։ Այդ բան տենց էր պետք։ Արամ։ Էս պահին էլ, էս էր պետք։ Վեր գալիս։ Լավ է շուտ եկաք։ Այս սեղան գծե մեզ եք սպասում։ Հա, ոչ միայն ձեզ։ Չհասկացա։ Ես էլ չհասկացա։ Ես հատուկ հյուրեր եք սպասում, հա երևի։ Հա, սպասում ենք։ Եվ ովքեր են մեր հատուկ հյուրերը, որ սպասում եք էլի։ Հենրիս ենք սպասում ու մեր ապագա հարսիկին Անգելինայի։ Պարզա, մեր ապագա հարսիկին ենք դիմավորում։ Հիմա ինչ պետքա սպասենք մինչև հարսիկը ժամանի։ Դե բա ինչ պիտի անենք։ Պիտի սպասենք, որ մեր հարսիկին հավուր պատշաճի դիմավորենք։ Եթե պետքա ես կարող եմ գալ, օգնել ձեզ խոհանոցում, կուզեք ինչ որ բան պատրաստեմ, եթե դեմ չեք։ Ես տենց էլ չհասկացա։ Այդ երեխան ինչ ա արել քեզ, որ տենց ատելությամբ ես լցված իր հանդեպ։ Կուզես ասեմ։ Տղուս խելքն ա կերը։ Իսկ ես թվում է, որ Հենրիի ամենալավ կողմերն ա բացահայտել։ Ու ես շատ ուրախ եմ, որ տղայիս կյանքում Անգելինան կա։ Դե հենց են անում, որ մարդու ախորժակ փակվի։ Ուրեմն ես բարձրանում եմ վերև։ Հենց բոլորը հավաքվեն, այդ ժամանակ նորից կկանչեք։ Այսինքն այս տանտերը պիտի սպասի այնքան, մինչև ինչ-որ մետ աղջիկ գա, մեր այդ սեղան նստի և դե ասեն չի ենք ապրում։
Ոնց եք, լավ եք։ Մեծ սիրով ձեր հետ սուրճ կխմեի, ափսոս պիտի գնամ պատրաստվեմ։ Զարմացած եմ, որ տուն ես եկել։ Ինչի։ Դե մտածում էի ընթրիք ես։ Հա, երևի եկել ես շորերդ փոխես ու գնաս։ Հա, դուք որտեղից գիտեք։ Մենք էլ ենք հրավիրված։ Ով է հրավիրել։ Նո ասենք շախուցները, դա ինչ-որ բան է փոխում։ Չէ, իհարկե չի փոխում։ Ինչի տեն զարմացար։ Թե ուրախ չես։ Չէ, ուրախ եմ, ուղղակի մի քիչ զարմացած եմ, որովհետև Հենրին չէր ասել, որ գալու եք։ Իսկ կգաք։ Անպայման։ Հենրին հիմա դրսում ինձ է սպասում։ Ուրեմն մենք բոլորս կգնանք Հենրիի հետ։ Եթե իհարկե դու դեմ չես։ Չէ, ինչի պետք է դեմ լինեմ։ Ես երևի ամենաշատն եմ ուզում, որ ձեր ու Հենրիի ընտանիքի անդամների հարաբերությունները լավանան ու մտերմանան։ Դու ինձ ուրիշների հետ չխառն ես, արա։ Հանգստացի ասում։ Այդ ուրիշ ասելով ում նկատի ունես։ Այս կողքինի։ Այդ կողքինը քեզ ու քո ընտանիքին ինչ պետքա կանի։ Դու սպասի։ Դու սուս մնա, մի խառնվի։ Մինչև հանգստացնեմ ես երկու տաքարուն երիտասարդին։ Դու աշխատի, ոտերիս տակ չընկնես։ Ես ինչքան լավն եմ ու բարի եմ, կարամ լրիվ հակառակ մարդ դառնամ քո համար։ Ու կյանքդ դարձնեմ դժոխք։ Մի արա, Արամ, մի արա, ծիծաղացնում ես։ Ես չեմ հասկանում, երկու աղբեր եք, փոխանակ իրար թև ու թիկունք լինեք, ինչ եք իրար միս ուտում, չեմ հասկանում։ Բագրատ, աղբերական մի խառնվի, հա։ Պապուս հետ կարգին խոս, արա։ Հանգստացի, Արամ ջան, ինքը չի հասկանում ինչ է խոսում, ջահելա։ Չի հասկանում, ուրեմն կհասկացնեմ ես։ Բա փորձի, ում ես սպասում։ Դու պապուտ հարգում ես, դու իմ խոսքը գետնով չես տա։ Լավ էլ գտել եք իրար։ Սիրուն եռյակ եք կազմել։ Մի խոսքով ես իմ ասելիքը ասեցի։ Հաջորդ անգամ, որ Անգելինային տնաս, ճանապարհդ կփոխես, Արամ։ Ինձ մեկը չի ծնվում պատճառով ես իմ ճանապարհը փոխեմ։ Ես էլ ասում եմ, որ ծնվել է։ Ես չգիտեիր, հիմա իմացար։ Արամ, դու կարգին լուրջ տղա ես, ինչ ես ընկել ես լակոտի խելքին։ Ես գյադին մի լավ չարդել է պետք։ Դու էլ ես պահերին բերան բացություն ես անում։ Դու բերանդ փակ պահել սովորի, որ գործը առաջ գնա մեր։ Այս ինձ էլ երեխու սորը կփչացնի, երբ որ գան։ Պետք չի մի վիճի հետը։ Աստված։ Ես ուզում եմ հասկանում։ Դու մինչև երբ ես պայքարելու երեխու սիրո դեմ, մինչև երբ ես խաղալու։ Խաղալու։ Ես։ Հա դու։ Մեկ հոգատար հայր ես Սևանում, ով ամեն ինչ անում է իր երեխուն երջանիկ տեսնելու համար, մեկ էլ ամեն ինչ անում ես, որ դժբախտացնես երեխուն։ Ես երբեք չեմ թաքցրել, որ դեմ եմ այդ աղջկա ու Հենրիի հարաբերություններին։ Բայց ինչի։ Ինչի համար։ Մեր որդու ընտրությունը իմ հավանությանը չի արժանացել։ Չեմ հավանում ես այդ աղջկան։ Ինքը Հենրիին համապատասխան չի։ Անգելինան Հենրիին ավելի քան համապատասխան է։ Այդ աղջկան տղայից սիրտն է ընտրել։ Դե ես ստիպված եմ ընդունել դա։ Բա որ ընդունել ես, հիմա ինչ ես շարունակում պայքարել։
Դե իմ տեսակն է այդպեսին։ Պայքարել մինչև վերջ։ Բայց կարա իր բարի գործ անեիր ու իրան չհրավիրեիր մեր տուն։ Իսկ դու քիչ-քիչ սովորի։ Սրանից հետո հաճախ ես Անգելինային մեր տանը ու մեր սեղանի շուրջ տեսնելու։ Ու հայ միջալոց ես իրա ծնողներին էլ եմ հրավիրել։ Հղիությունը վրա ազդել է, կարող է խելքդ գցել ես։ Ես գիտեի, որ դու շատ կուրախանաս։ Դե արի ու դիմացի։ Չնայած ու ինչ եմ ասում, դու քո էփած ճաշը։ Իրեկը անուղեղ պարտադիր պիտի հայտնվեին ճանապարհիս ու տրամադրությունից փչացնեին։ Յա, զոքանչ մայրիկ, աներ հայրիկ, ես սենց զուգվել զարդարվել եք, որ դուրս գաք ինձ դիմավորեք, ու տուն հրավիրեք։ Հերի չէ։ Ինչ խոսք, ես գիտեմ, որ ինձ անչափ շատ եք սիրում, բայց կներեք ստիպված եմ մերժել։ Թե վերջացրիր, հիմա մենք խոսենք։ Նեղանալ չլինի, Անգելինային իմ դեմ տրամադրել չլինի։ Հերի սպասի մի րոպե։ Չէ, ինչի սպասի, եթե ցինիկ կերպարը հեշտացնում է ապրելը։ Մորքուր։ Հերի, մաման ու պապան էլ են հրավիրված ձեր տուն ընթրիքի։ Չէ, հա։ Մեզ ձեզ հետ կտանեք, թե տաքսի կանչենք։ Տաքսը վազնենք։ Ոնց։ Գլխիս վրա կտանեմ։ Իմ մեքենան եւ ես, ձեր խոնար ծառան, ձեր տրամադրության տակ ենք։ Կարող է իմանաս ինչ հաշիվ է։ Ուսանք դա հաճանակնկալներ չեն լինի։ Փաստորեն լավ էլ ջերմ հարաբերությունների մեջ եք Հենրի Շախունցի հետ։ Ծաղրում ես։ Պապիկ նկատի ունեմ։ Պապեն ինչ անի։ Թորնա։ Բա օգնության ձեռք չմեկնեմ։ Թե թողնեի իրար հոշոտեին։ Բա իմ դեպքում ոնց ես անելը։ Ես որ մեծ սիրով կհոշոտեմ թոռանդ։ Սուս, լավ պրծանք, Հենրին արամով էր զբաղված։ Մտքով չանցավ հարցնի, մենք իրար հետ ինչ կապ ունենք։ Ինչի, մեջդ վախ կա։ Իմ մեջ չկա, տղաջան, այ քեզ մոտ չգիտեմ։ Լավ, պապի, երևի մենք արդեն գնանք։ Ուշա։ Սեմն է թող հանգստանա։ Այո, հանգստացի, մտածի, սովորիր տարանջատել բարեկամներիդ ու թշնամիներիդ։ Բան պետք լինի զանգի։ Մենք քո կողքին ենք, ոչ մի խնդիր չկա։ Ես ու Արամը քո կողքին ենք, մենք կօգնենք քեզ։ Ոյ Սեմ, չի չես պատասխանում։ Ոնց ենք։ Լավ եմ արդեն։ Մենք էլ ենք կարծում, որ լավ ես, հետևաբար քեզ առավոտյան դուրս կգրենք։ Լուրջ։ Այսինքն արդեն կարող եմ գնալ տուն։ Ինչի՞ չես ուզում, մեզ սովորել էիր։ Չէ, շատ եմ ուզում։ Իսկ ձեզ շատ շնորհակալ եմ ձեր հոգատար վերաբերմունքի համար։ Հիմա պիտի անհամբեր սպասեմ, թե երբ լույսը բացվելու, որ գնամ տուն։ Որ շուտ քնես, լույսն էլ շուտ կբացվի։
Ասում եմ խորհրդավոր լրություն է։ Դե սպասում ենք, պապ ջան։ Բոլորով նստած սպասում ենք։ Միգուցե ֆայնան գնա դաշնամուրի մոտ, հա, բալես։ Գնա հենց հյուրերը գան մի անգամից դուրս շռանդարա։ Դեմ չեմ լինի, որովհետև ֆայնան մեր մեջի ամենաբարի անձնավորությունն է։ Ես էլ դեմ չեմ։ Դեմ չես անցի, բալես գնա դաշնամուրի մոտ։ Ես նստում եմ հացի, ով ինձ հետ ընկերակցի, շատ ավելի լավ, ով չի ընկերակցի, էլ ավելի լավ։ Տեսնում ես, չէ ինչ են անում։ Բացահայտույց են տալիս, որ այդ երեխուն չեն սիրում ու չեն սպասում ես տանը։ Մալես դու էլ Միքայելի պրովոկացիաներին մի կուլ գնա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի երեքա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև իմ սիրուն։ Համեցեք, համեք նստեք։ Աներ ջան, Սոքանջ ջան, համեցեք նստեք։ Ոնց է իմ սիրուն հարսիկը։ Ոնց պիտի լինի, սիրուն տալոջ կողքին, իհարկե ընտիր։ Եկեք։ Հորս որ ասում եմ։ Լավ երկար եկաք, բայց կարևորը վերջը տեղ ասան ժողովուրդը։ Ճիշտ ասած, ես ձեզ չէի սպասում, անակնկալի եկամ։ Եթե խնդիր կա, կարող եմ գնալ։ Չէ, ինչ եք ասում, ինչ խնդիր։ Անա ջան, կներես, խնդիր չկա։ Կներեք, ես սոված եմ դուտեմ։ Կեր, պապի ջան, տես մենք էլ նստեցինք, որ ուտենք աներ հայրիկ, Սոքանջ մայրիկ, կերեք։ Որ շատ ուզենաս, կարաս ռեստորանում մատուցող աշխատես, Հենրի։ Հագիս նստի տեղդ, երետ շատ անեղ։ Որ հաճախ հանդիպենք, էլ չի նեղվի։ Հագիստ Միքայել, սովորիր քեզ կառավարել։ Մի բանից օգտվեք։ Շնորհակալություն։ Թե ինչի սեղան նստեցինք։ Պետք է մի անգամից ասեի, ասելիքս ու գնայինք։ Ավակ լարված ես, թե ինձ ա թվում։ Քեզ ա թվում։ Դե հա, վերջերս շատ հաճախ եմ ընկնում թվացյալ բաների հետևից։